Ջերենչե Չեչենը և իր հարսը։ Կիրգիզական հեքիաթ։ Ժամանակով աշխարհում մի իմաստուն մարդ է ապրելիս լինում, Ջերենչե անունով։ Նա շատ խելոք է լինում, կարողանում է մարդկանց հետ լեզու գտնել և դրա համար էլ կիրգիզները նրան Չեչեն են ասում, որ նրանց լեզվով քաղցրախոս է նշանակում։ Բայց արի ու տես, որ նրա միակ զավակին, Տոլեմիրզային, ժողովուրդը դատարկախոս ու խաբեբա է կոչում, քանի որ սիրում էր գլխին զոռ տալ և նրանից մի ճիշտ խոսք լսել անհնար էր։ Օրերից մի օր, երբ հայր ու որդի ճանապարհ էին գնում, մութը ընկնում է։ Ջերենչեն որոշում է փորձել իր տղային։ «Զավակս», ասում է նա, «դու ինձանից լավ ես տեսնում, հապա մի լավ նայիր, ոնց որ խո եմ տեսնում։ Այդպես է որ կա, այնտեղ մի խո է կանգնած, ձագն էլ կողքին է։ Ճիշտ են ասում, որ իմ որդին իսկական խաբեբա է», մտածում է Ջերենչեն։ Բավական է, որ Տոլեմիրզան ագրավ խփեր, պարծենում էր, թե արծիվ է սպանել։ Մի անգամ էլ շատերը վկա են եղել, թե նա ինչպես է ասել. «Մի քանի օր առաջ ես մի կրակոցով թռցրեցի այծյամի ականջի ծայրը ու կչղակի կեսը»։ Բոլորը ծիծաղում են։ Տղային նեղ դրությունից դուրս բերելու համար Ջերենչեն ասում է. «Երևի դու կրակել ես հենց այն ժամանակ, երբ կենդանին կչղակով ականջի տակն է քորելիս եղել»։ Մարդիկ հավատում են Ջերենչենի խոսքերին, բայց տանը հայրը տղային հանդիմանում ու ասում է. «Զավակս, ախր դու մի էնպիսի սուտ ասացիր, որ հազիվ տակից դուրս բերեցի։ Թե ուզում ես մարդ դառնալ, երբեք սուտ մի խոսիր, սուտը քեզ բարիք չի բերի»։ Ծերունին շատ է դառնանում, որ իր միակ որդին խաբեբա է մեծանում և շատ է մտածում, թե նրան ուղղելու համար ինչ անի։ Եվ ահա մի անգամ Ջերենչե Չեչենը իր տղայի հետ ճամփորդելու է գալիս։ «Տղա ջան, ուտելու բան պատրաստիր ձիու բաշին», ասում է ծերունին։ Տոլեմիրզան անմիջապես լուցկին հանում ու վառում է ձիու բաշը։ «Զավակս, շատ հիմար տղա ես։ Ձիու բաշին ուտելու բան պատրաստել նշանակում է խուրջինից հանել ուտելիքը և առանց ձիուց իջնելու հենց ընթացքի ժամանակ ուտել»։ Մի քիչ էլ որ գնում են, հայրը նորից ասում է. «Զավակս, օգնիր կարճենք ճանապարհը»։ Տոլեմիրզան անմիջապես ձիուց ցած է թռչում, վերցնում է բահը ու սկսում է նոր ճանապարհ բացել։ Նայում է հայրը նրան և գլուխը տարուբերելով ասում է. «Ախր այդ ինչ ես անում, այ իմ անխելք զավակ։ Երկար ճանապարհը կարելի է կարճացնել միայն արագընթաց յորղա ձիով կամ էլ հետաքրքիր զրույցով», ասում է ծերունին և գլուխը կախ շարունակում ճանապարհը։ Բայց տխուր մտքերը նրան հանգիստ չեն տալիս։ «Եթե չփոխվի, ինձ համար ոչ ապավեն կլինի և ոչ էլ ինձ ուրախություն կբերի։ Բայց մեր ժողովուրդն ասում է. եթե մարդու կինը լավ կլինի, ինքն էլ լավը կլինի։ Հարկավոր է այս իմ հիմար տղայի համար մի խելոք կին գտնել»։ Այդ օրվանից ծերունին շատ է թափառում։ Լինում է շատ այլներում, բայց մի հարմար հարս գտնել այդպես էլ չի կարողանում։ Դափդատարկ նա բռնում է տան ճանապարհը։ Մեկ էլ նա աղջիկների ու ջահել կանանց մի խումբ է տեսնում։ Յուրաքանչյուրը մի կապ ցախ էր տանում ու հետևից էլ հորթին քարշ տալիս։ Մեկ էլ հանկարծ մի հորդ անձրև է սկսվում։ Աղջիկները այլ են փախչում։ Միայն մեկը ոչ մի տեղ չի փախչում։ Խալաթի փեշով ծածկում է ցախը և հորթի պարանը ամուր բռնած հանգիստ սպասում է, թե անձրևը երբ է կտրելու։ Ջերենչե Չեչենը մոտենում է աղջկան ու հարցնում. «Աղջիկս, բոլոր աղջիկներն ու ջահել կանայք ցախերը գրկած վազեցին տուն։ Դու ինչի ես էսպես մնացել անձրևի տակ»։ «Հայրիկ, էդ աղջիկները
դրանից 4 վնաս կկրեն, իսկ ես միայն մեկը, բայց 3 օգուտ կունենամ, պատասխանում է աղջիկը։ Իսկ ինչ օգուտ են դրանք։ Հորթը ժամանակից շուտ կովի կաթը չի ուտի, սա 1, ցախս կմնա 4, սա քեզ 2, և մայրս էլ դրա համար ինձ չի նախատի, ահա ձեզ 3 օգուտ, իմ հին խալաթը միայն կթրջվի, ահա դա էլ իմ վնասն է, իսկ են աղջիկները չեն կարող պահել իրենց հորթերին, նրանց ցախը կթրջվի, իրենք էլ ամբողջովին ջուր կդառնան, ու տանը դրա համար նրանք մի լավ նախատինք կստանան, ահա ձեզ 4 վնաս։ Դու ինչպես տեսնում եմ, խելոք աղջիկ ես երևում, ասում է Ջերենչեչեչենը, որտեղ ես ապրում։ Էս այլում ձեր լուրտը ո՞րն է։ Մեր յուրտը գտնելը շատ հեշտ է, պատասխանում է աղջիկը։ Դրա շուրջը 40 նիզակ է ցցված։ Ջերենչեչեչենը շատ է ուրախանում, որ խելոք աղջիկ է գտել, և մտածում է տղային ամուսնացնել հենց նրա հետ։ Ծերունին շտապում է այլ, բայց այն յուրտը, որի 4 կողմը 40 նիզակ է ցցված, այդպես էլ չի գտնում։ Ջերենչեչեչենը մտքերի մեջ է ընկնում։ Երևի այդ աղջիկը ինձ հանելուկ ասաց, եզրակացնում է նա։ Նրանց յուրտը անպայման ծածկված է կոշմայով, որից երևում են ներսի 40 ձողերը։ Էսպես մտածելով, Ջերենչեչեչենը շարունակում է իր ճանապարհը։ Եվ իսկապես, մի այդպիսի յուրտ է գտնում շուտով։ Աղջկա ծնողները պարզվում է, որ շատ բարի մարդիկ են։ Նրանք սրտաբաց ընդունում են անծանոթ ծերունուն, հյուրասիրում են։ Տանտերն ու հյուրը շուտով զրույցի են բռնվում ու չեն էլ նկատում, թե ժամանակը ինչպես անցավ։ Շուտով անձրևը դադարում է, արևը նորից փայլում է, ու չոր փայտը շալակած և հորթի պարանից բռնած աղջիկը տուն է գալիս։ Ջերենչեչեչենը իմանում է, որ աղջկա անունը Կարաչաչ է։ Քնելուց առաջ Ջերենչեչեչենը աղջկա ծնողներին ասում է. Ես մի մինուճար որդի ունեմ, անունը Տոլեմիրզա է։ Մեր այելից ոչ մի աղջիկ նրա դուռը չի գալիս։ Ահա ես էլ ճամփա եմ եկել նրան մի հարմար հարսնացու գտնելու։ Արդեն 6 ամիս կլինի, որ ես տնից հեռացել եմ։ Միայն այսօր հանդիպեցի մի աղջկա, որը ինձ շատ դուր եկավ։ Դա հենց ձեր աղջիկն է։ Ես ուզում եմ նրան իմ տղայի հետ ամուսնացնել։ Եթե դուք էլ համաձայն եք, ուրեմն եկեք ջահելներին երջանկություն ցանկանանք։ Դա շատ լավ է, պատասխանում է Կարաչաչի ծնողը, բայց մենք շատ աղքատ մարդ ենք, իսկ դու հռչակավոր Ջերենչեն ես։ Գուցե մեր խեղճ աղջիկը քո տղայի խարջը չի։ Չէ որ դուք վաղուց մի հարմար հարսնացու եք փնտրում ու այդպես էլ չեք գտնում, բայց մենք չենք կարող մեր աղջկա կամքը չհարցնել այս հարցում։ Թող ինքը պատասխան տա։ Աղջիկը լուռ լսում է հորը և հետո ասում է. Մեր թանկագին ու պատվավոր հյուրը հեռվից է եկել։ Եթե դուք ուզում եք ինձ նրա տղային տալ, ուրեմն հյուրին այդ բանը ինքներդ ասեք։ Աղջկա խոսքերը Ջերենչեի սրտով են լինում։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ապագա հարսը այդքան խելոք է։ Սրանից հետո նա իրավունք ունի կոչվելու Ակիլ Կարաչաչ, և թող նա միշտ երջանիկ լինի։ Իսկ հիմա ասեք, թե ինչ կալիմ եք ուզում։ Լավ հարսանիք ենք անելու, ինչպես մեր սովորությունն է պահանջում։ Դե ասեք, ինչքան ուղտ, կով ու ոչխար եք ուզում, ես ամենը կտամ։ Այս անգամ աղջկա մայրն է խոսում։ Կարաչաչը մեր միակ աղջիկն է։ Մենք չենք կարող շուկայի առևտրականների պես վարվել։ Մենք չենք ուզում մեր աղջկան անասունների հետ փոխել։ Աղջիկս ոնց ուզում է, թող այնպես էլ անի։
Իմ ծնողները աղքատ մարդիկ են, ասում է Կարաչաչը, բայց նրանք չեն ուզում ինձ փոխել անասունների հետ։ Ես ինքս էլ չեմ ուզում վաճառվել։ Ես կամուսնանամ նրա հետ, ում կսիրեմ, և ում դուրը ես կգամ ինքս։ Էսպես Ջերենչեչը շատ է զարմանում աղջկա այս խոսքերի վրա, և հենց հաջորդ օրը բռնում է տան ճանապարհը։ Նա տղային ճոխ շորեր է հագցնում, և նրա հետ միասին նորից խելոք Կարաչաչի մոտ է գալիս։ Մինչ այդ մարդկանց ականջն է ընկնում, որ աղքատ տոկսոյը իր մինուճար աղջկան տալիս է հռչակավոր Չերենչեի տղային։ Բայց մարդիկ ամենից շատ զարմանում են այն բանից, որ Կարաչաչը որոշել է առանց Կալիմի ամուսնանալ։ Մարդիկ իրենց մտքներում ասում են. չնայած Կարաչաչը առանց Կալիմի է ամուսնանում, բայց մենք ձեռք չենք քաշի մեր հին սովորությունից։ Կգնանք հարսանիքին և կստանանք, ինչ հասնում է հյուրերին։ Ջերենչեն մեծ կերուխում է սարքում և հյուրասիրելու համար շատ անասուն է մորթում։ Ճոխ հարսանիքը տևում է 7 օր ու գիշեր, իսկ 8-րդ օրը Ջերենչեն ու Տոլեմիրզան Կարաչաչին իրենց տուն են բերում։ Մի քանի ժամանակ է անցնում, ու Ակիլ Կարաչաչի համբավը մինչև Ջանիբեկ խանին է հասնում։ Նրան պատմում են, որ այդ ջահել կինը չտեսնված խելք ու գեղեցկություն ունի։ Նույնիսկ ասում են նրանք, Տոլեմիրզան է գլուխը խելք հավաքել։ Ջանիբեկ խանը գալիս է տեսնելու խելոք Կարաչաչին։ Հենց որ տեսնում է, նախանձով մտածում է, որ ոչ թե Տոլեմիրզային, այլ իրեն է մի այսպիսի կին պետք։ Քեզ 4 հարց եմ ուզում տալ, ասում է խանը։ Տեսնեմ ինչ պատասխան կտաս։ Տվեք ձեր հարցերը, համարձակ պատասխանում է Կարաչաչը։ Ո՞րն ավելի արժեք ունի, նժույգը թե կովը։ Իսկ ո՞րն է օգտակար, ձին թե էշը։ Ո՞րն է լավ, բազեն թե ագրավը։ Կարելի է գեղեցկուհուն հիմարի կին դարձնել։ Ահա իմ 4 հարցերը, ասում է խանը ու ահեղաձայն ավելացնում։ Մինչև վաղը պիտի ստանամ այդ հարցերիս պատասխանը։ Թե որ չստացա, այլևս Տոլեմիրզայի կինը դու չես լինի։ Ջերենչեն շատ է տխրում։ Դարդ մի անի, հանգստացնում է նրան Կարաչայը։ Մեր ժողովուրդը ասում է, եթե խանը սկսի չարիք գործել, ժողովուրդը ոտքի կկանգնի, ու այն ժամանակ խանի բանը բուրդ կլինի։ Ջանիբեկ խանին մեծ դժբախտություն է սպասում։ Իսկ ինչ մնում է նրա հարցերին, ես առանց մտածելու էլ դրանց պատասխանը արդեն գիտեմ։ Էսպես մյուս օրը առավոտյան գալիս է Ջանիբեկ խանը ու պահանջում է իր հարցերի պատասխանը։ Կարաչաչը հանգիստ պատասխանում է. Ջանիբեկ խան, քո հոգին չար է, իսկ արարքներդ հիմար, օրենքներդ ոչ ճիշտ։ Դե լսիր իմ պատասխանը։ Նժույգը արժեք ունի, երբ նրա ուժերը տեղն են։ Հակառակ դեպքում ավելի լավ է գոնե կաթ տվող կով ունենալ։ Լավ էշը քոսոտ ձիուց լավ է։ Թևեր ունեցող ագրավը անթև բազեից էլ լավ է։ Իսկ իսկական գեղեցկությունը ոչ ծախվում է և ոչ էլ առնվում է, և միայն հիմարներն են, որ այդ բանը չեն հասկանում։ Ջանիբեկ խանը չի իմանում, թե ինչ պատասխանի, և պարտված հեռանում է։ Բայց Կարաչաչին տիրելու միտքը նրան հանգիստ չի տալիս, և նա ամեն անգամ պատճառ է գտնում Ջերենչե Չեչենին նեղելու։ Օրերից մի օր իր ջիգիտներին ուղարկում է Ջերենչե Չեչենի մոտ ու պահանջում. թող վաղն առավոտյան Ջերենչեն ինձ մոտ գա, բայց ոչ ձինստի, ոչ ուխտ, ոչ էլ ոտքով գա, ոչ ճանապարհով գա և ոչ էլ դաշտով գա։ Ջիգիտները սլանում են Ջերենչեի մոտ ու հաղորդում խանի հրամանը։ Ջերենչեն մտքերի մեջ է ընկնում. ինչպես այս անգամ էլ ազատվի խանի բարկությունից։ Հարսից խորհուրդ է հարցնում և Կարաչաչը պատասխան է տալիս.
Վաղն առավոտ շուտ վեր կաց, հեծիր այծին և խանի մոտ գնա ճամփեզրով։ Երբ խանը կհարցնի, պատասխանիր, որ եկել ես ոչ ձի նստած, ոչ էլ ուխտ, եկել ես ոչ ոտքով, այլ այծին հեծած, որին ոչ ոք չի նստում։ Կասես, որ եկել ես ոչ թե ճանապարհով, այլ ճամփեզրով։ Խանն այս անգամ էլ ոչինչ ասել չի կարող։ Էսպես Ջերենչեն նստում է այծին ու ճամփեզրով գնում մինչև խանի պալատը։ Խանն ապրած կենը։ Ես կատարել եմ քո հրամանը, ասում է Ջերենչեն։ Քեզ մոտ եկել եմ ոչ ձի նստած, ոչ էլ ուխտ, ոչ էլ ոտքով եմ եկել։ Եկել եմ այծին հեծած, որով ոչ ոք տեղ չի գնում։ Եկել եմ ոչ ճանապարհով և ոչ էլ դաշտով, այլ ճամփեզրով։ Խանը պատասխան տալ չի կարողանում։ Միայն հրամայում է իր կողմից 40 ոչխար դուրս բերել և Ջերենչե Չեչենին հրամայում է. 40 օր հետո դու պիտի վերադարձնես այս ոչխարները, հետն էլ 40 գառնուկ։ Ջերենչեն տուն է գալիս, բոլորովին հուսահատված, իսկ Կարաչաչը ելնում է նրա դեմ ու ասում. թանկագին հայրիկ, դու մեծ նվերով ես վերադարձել, միթե խանը քեզ 40 ոչխար է նվիրել։ Աղջիկս, երանի թե մեռնեի ու պրծնեի այդ խանի ձեռքից, հետևիցս է ընկել, 40 ոչխար է տվել, բայց հրամայել է 40 օրվա մեջ դրանցից 40 գառնուկ ստանամ ու միանգամից նրան 80 գլուխ անասուն տամ։ Բա տեսնված բան է, որ 40 ոչխարից 40 գառնուկ ծնվի։ Իզուր մի տխրիր հայրիկ, ասում է Կարաչաչը, այս անգամ էլ մի ելք կգտնեմ։ Այսպես Կարաչաչը ամեն օր մի ոչխար է մորթում և նրանց յուղոտ մսով կերակրում է ծերունուն։ Ջերենչեն համոզված է, որ խանի ձեռքից պրծում չկա և հարսին թույլ է տալիս անել այնպես, ինչպես սիրտն է ուզում։ 41-րդ օրը խանն իր ջիգիտների հետ գալիս է Ջերենչեի մոտ, ստանալու իր ոչխարները ու գառնուկները։ Կարաչաչը տնից դուրս է գալիս իբր ցախ հավաքելու, բայց իսկապես նա ուզում էր խանին հանդիպել։ Տեսնելով նրան, խանն ուրախանում է ու ձին ետ քշում։ Գեղեցկուհի, դու ինչպես տեսնում եմ ցախ ես հավաքում։ Իսկ քո հայրը ինչ է անում, հարցնում է խանը։ Դուք ճիշտ եք, խան, ես ցախ եմ հավաքում, իսկ հայրս տանը պառկած տանջվում է ծննդաբերական ցավերից, պատասխանում է Կարաչաչը։ Խանը ծիծաղում է, նրա հետ ծիծաղում են նաև ջիգիտները։ Այ թե խորամանկն ես, հա, Կարաչաչ, միթե տղամարդը կարող է ծննդաբերել, հարցնում է խանը։ Իմ խան, ձեր խոսքը օրենք է, ասում է Կարաչաչը։ Ինչ տղամարդը ծննդաբերի, ինչ ոչխարը գառնուկ ունենա, նույն բանն է։ Դրա համար էլ քո ոչխարները գառնուկներ չունեցան։ Խանը հասկանում է, որ այս անգամ էլ Կարաչաչը հաղթեց ու ձիու գլուխը շուռ է տալիս դեպի պալատ։ Հենց որ խանը գնում է, Կարաչաչը տուն է շտապում և ծերունուն պատմում իր նոր հաղթանակի մասին։ Ծերունին թեթևացած շունչ է քաշում և նորից միտք է անում, թե խելոք հարս ունենալը ինչ լավ բան է։ Մյուս օրը Ջերենչենի մոտ գալիս է խանի ջիգիտներից մեկը մի նոր հրամանով։ Խանը հրամայել է 30 օրվա մեջ քարից ամուր թել գործես, ավազից էլ մի զույգ սապոկ կարես։ Չէ, ինչպես երևում է, խանի ձեռքից պրծում չկա, փնթփնթում է ծերունին։ Ախր քարից ոնց թել գործեմ, ավազից սապոկներ ինչպես կարեմ։ Խելոք Կարաչաչը լսում է ծերունու գանգատը ու հանգստացնում նրան։ Մի հուսահատվիր, հայրիկ, մեզ տանջողը երկար չի կարող մեր հոգու հետ խաղալ։ Մենք մի ճար ու ճամփա կգտնենք, ու դու նրա ձեռքից այս անգամ էլ կազատվես։ Ամբողջ ամիս Կարաչաչը խնամում է ծերունուն, իսկ երբ գալիս է
խանին պատասխանելու ժամանակը, նա տղամարդու շորեր է հագնում, մազերը դնում գլխարկի տակ ու գնում խանի մոտ։ Տերիմ, քարից գործած թել տուր ինձ, թե չէ ավազից ձևված կոշիկները կարելու համար թել չունեմ։ Խանը մոռացած է լինում իր հրամանը, կատաղում է ու գոռում. Դու խելքդ թռցրել ես ինչ է, ոչ քարից գործած թել է լինում և ոչ էլ ավազից կարված սապոկներ։ Խելոք Կարաչաչը հանում է գլխարկը և խանը նրան ճանաչում է։ Տերիմ, ասում է Կարաչաչը, դուք ճիշտ եք, քարից ու ավազից սապոկ չես կարի, դրա համար էլ մենք քո հրամանը չենք կատարի։ Այս անգամ բարկությունից խանը շատ է կատաղում, բայց ոչինչ ասել չի կարող։ Կարաչաչը տուն է գալիս և ծերունի Ջերենչեչին պատմում, թե ինչպես հաղթեց խանին։ Խանը հենց նույն օրը իր ջիգիտներին հրամայում է բռնել Ջերենչեին, կապկպել ու կալիմկների մոտ ուղարկել։ Ծերունու հետ աքսորում են նաև նրա ընկերներին՝ Մինջաշարին, նշանավոր ձիագետ Կոյլուբայի որդուն, ինչպես նաև Ասանկայիգիի որդուն Տոլենգիտին։ Կալիմկների խանը նրանց տեղավորում է 3 տարբեր տեղերում, իրարից հեռու։ Ջանիբեկ խանը Տոլեմիրզային ծանր աշխատանքի է ուղարկում, իսկ Կարաչաչին հրամայում է իր յուրտը կանգնեցնել ուղիղ խանի յուրտի մոտ։ Խանը ուզում էր ամուսնանալ Կարաչաչի հետ, բայց ջահել կինը այդ մասին լսել անգամ չէր ուզում։ Այսպես անցնում է մի ամբողջ տարի։ Ջերենչեն իր ընկերների հետ ապրում է հայրենի երկրից շատ հեռու։ Օրերից մի օր Ջերենչեի մոտից մի ջիգիթ է գալիս ու նամակ է բերում նրա բարեկամներին։ Սրանք վերցնում են նամակը ու կարդում. Ականջիս լուրեր են հասել, որ ցորենը արդեն հասունացել է։ Դուք մեծ բերք եք սպասում և լավ հնձվորներ ունեք։ Երբեմն ցրտերը շատ շուտ են վրա հասնում, ուրեմն շտապեք բերքը հավաքել։ Կոյլուբային, Տոյլեգիտին ու Ասանկայիգիին հարցրեք դեռ մնում է այն շիլաքը ու սև այծը, թե մնում է, թող բռնեն, վիզը կտրեն ու ջուրը գցեն։ Տանը մի գուլ դանակ ու մի սուր ածիլ ունեմ, դրանք չմոռանաք վերցնել։ Այսպես կարդում են այս նամակը, բայց չեն կարողանում հասկանալ, թե Ջերենչե Չեչենը ինչ էր ուզում ասել։ Այդ ժամանակ նրանք գնում են խելոք Կարաչաչի մոտ ու խնդրում են բացատրել, թե այդ նամակը ինչ է նշանակում։ Կարաչաչը կարդում է նամակը ու ասում. Հայրիկը գրում է, թե մեր մոտ ցորենը հասել է։ Դա նշանակում է, որ մեր թշնամին իր դարը արդեն ապրել է։ Որ մեզ մոտ պատրաստ են հնձվորները, նշանակում է հարկավոր է անմիջապես նրա հետ հաշիվ մաքրել։ Ծերունին անհանգստանում է ձմռան շուտ գալուց, դրա համար էլ խորհուրդ է տալիս գործը շուտ վերջացնել։ Այս բոլորի մասին պետք է անմիջապես հայտնել Աքսակալ Տոլենգիտին, Կոյլուբային ու Ասանկայիգիին, թող նրանք ղեկավարեն գործը։ Շիլաչք սև այծը Ջանիբեկ խանն է, հենց նա էլ իր դարը արդեն ապրել է, հարկավոր է նրան բռնել, գլուխը կտրել ու գցել ջուրը։ Գուլ դանակը նրա տղան է, Տոլեմիրզան, իսկ սուր ածելին ես եմ, Կարաչաչը։ Նա խնդրում է, որ մեզ աչքից չհեռացնեք, անուշադիր չթողնեք հանկարծ։ Հարգելի ծերունիներ, քաջ ջիգիտներ, անմիջապես բռնեք սև շիլաչք հիմարին ու իր կատարած բոլոր չարագործությունների վրեժը լուծեք։ Այսպես է Կարաչաչը վերջացնում իր խոսքերը։ Շուտով ժողովուրդը ոտքի է ելնում, բռնում է չար Ջանիբեկ խանին ու խեղդում է գետում։ Օտարությունից վերադառնում է Ջերենչեն իր ընկերների հետ։ Մարդիկ շատ են ուրախանում ու մի մեծ կերուխում են սարքում։ Այսպես նրանք հասնում են իրենց մուրազին և շարունակում են ապրել հաշտ ու երջանիկ։